Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում համաշխարհային օվկիանոսի ջրերից հեռացնել միկրո և նանոպլաստիկը։ Սա կվերականգնի մոլորակի էկոհամակարգը, և ջերմությունը կսկսի ազատ հեռանալ դեպի տիեզերք։ Բայց ինչպես դա անել։ Միգուցե զսպել օվկիանոսը։ Մոլորակի միջուկի տաքացման հետևանքով առաջացած խոնավության գոլորշիացման ավելացման գործընթացում միկրոպլաստիկը և այլ աղտոտիչները բարձրանում են մթնոլորտ։ Եթե մենք դադարենք ջուր վերցնել գետերից, լճերից, արտեզյան հորերից և ամբողջ սպառումը տեղափոխենք օդից խտացման, դա կուժեղացնի գոլորշիացման գործընթացը, քանի որ մթնոլորտը անընդհատ կչորանա։ Սա նշանակում է, որ ջրային գոլորշիների հետ անընդհատ ավելի շատ պլաստիկ կհայտնվի օդում և հաջորդիվ խտացման կայանքներում։ Խտացման կայանքներում ջուրը կզտվի և կվերադառնա համաշխարհային օվկիանոս, արդեն չլուծվող հավելումներից մաքրված։ Այսպիսով, խոնավության կոնդենսատորները ջրի մոլորակային շրջապտույտում հանդես կգան որպես արհեստական զտիչ։ Այս տեխնոլոգիայի ակտիվ օգտագործման մի քանի տարվա ընթացքում օվկիանոսը կմաքրվի և կրկին կկարողանա սառեցնել միջուկը։ Մթնոլորտը կսառչի և կդառնա ավելի պակաս խոնավ և, հետևաբար, կնվազի փոթորիկների և մրրիկների ուժգնությունը և ծայրահեղ տեղումների քանակը, երկրաշարժերի ու հրաբուխների քանակն ու ավերիչ ուժը կթուլանա։ Սա կփրկի միլիոնավոր մարդկային կյանքեր և թույլ կտա խուսափել միլիարդավոր դոլարների վնասից։